Ու ես այսօր ուզում եմ խոսամ մի հատ հրաշալի թեմայի մասին, խաբուսիկ զվարճանքներ։ Խաբուսիկ զվարճանքներ, այսի ռուսերեն կլինի обманчивое развлечение եւ ֆրանսերեն divertissement trompeur, հա? Հալելույա։ Գնանք առաջ։ Այսի սիրելիներս ուղակի մենք մեր կյանքը ապրում ենք երկրի վրա ու իրականում մեր կյանքի մեջ պայքար է գնում։ Ինչ պայքար? Հոգու եւ մարմնի։ Ժամանակավորի եւ հավիտենականի պայքար է գնում, ասենք ասենք։ Սևի սպիտակի պայքար է գնում։ Սրբության եւ բխծության պայքար է գնում։ Ու գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ հոգին ուզում է, որ մենք հավերժ ապրենք, մարմինը, որ ինքը հավերժ ապրելու վարիանտ չունի, մարմինը ինքը հողից է, ինքը հավերժ ապրելու ոչ մի հնարավորություն չունի։ Դրա համար էլ ինքը ասում է ինչ ելնում է այսօր լինի։ Այսօր լինի հաճույքը մարմնի, հասկանում եք, զվարճություններն են։ Զվարճությունները, որ խաբուսիկ են ու զվարճությունները կարող են մարդուն բերել կախվածության։ Ու այդ թեթև զվարճությունները, որոնք մարմինն է ցանկանում, որոնք մարմինն է ուզում, դրանք ժամանակավոր թեթև հաճույքներ են մարմնական, որոնք կարող են մարդուն գցել կախվածության մեջ, ու հետո այդ կախվածությունը դառնում է կապվածություն։ Գիտեք, ուղղակի չի մարդը ապրում երկրի վրա։ Մարդը Աստծո տաճար է։ Մարդը ինքը այսօր երկրի վրա հանդիսանում է այն տաճարը, որ հին ուխտում ամեն անգամ Աստված նշանակություն էր տալի դրան։ Առաջի Կորինթացիների 3:16 խոսքը այսպես ասում. Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Եթե մեկն Աստծո տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, որովհետեւ Սուրբ Աստծո տաճար է, որ դուք եք։ Սիրելիներս, կարող է մի փոքր բառերի տարբերություն լինի, այդքան կարևոր չի, տարբեր թարգմանություններ են կարդում, հետո առաջ բառերը այդքան նշանակություն մի տվեք, բայց իմաստը միտքը նույնն է։ Հիմա տեսեք սիրելիներս, ես ու դու հանդիսանում ենք Աստծո տաճարներ եւ ասում է ով որ այդ տաճարը քանդի, ես նրան կկործանեմ։ Տեսեք, շատ հաճախակի ասում եմ, որտեղ է գրված, որ ծխելը մեղք է։ Սիրելիս, մի բան եմ ուզում հարցնեմ քեզ։ Այսօր Եվրոպայում շատ եկեղեցիներ, հին տաճարներ, կաթոլիկական, որ էլ արդեն չեն գործում, պրակտիկե չեն անում, չեն օգտագործվում, նրանք մնացել են դատարկ, ու գիտեք, պետությունը վախենում է քանդի այդ տաճարը, որովհետև դա եղել է կաթոլիկ տաճար, Աստծո տուն եւ այլն, ու իրանք կամ շատ էժան վաճառում են, կամ տալիս են ուրիշի երկար տարիների վարձով եւ այլն, որովհետև ոչ մի կազմակերպություն, ոչ մի անխոփից վիճ չի վերցնում, որ գնա տաճարը քանդի, վախենում են, որովհետև Աստված ասել է ով ին տաճարը քանդի, ես իրան կործանելու եմ։ Բայց տեսեք, մարդիկ, հիմա տեսեք, քարեղեն տաճարների մեջ Աստված այլևս չի բնակվում, մենք դա հաստատ գիտենք։ Աստված եւ Աստծո հոգին բնակվում է իմ ու քո մեջ, որ միս ու արյուն ենք։ Այս է Աստծո տաճարը։ Բայց տեսեք, ծխախոտի վրա ինչ է գրած, ով է կարդացել հեչ։ Բրավո։ Ամեն։ Վնասակարի առողջությանը։ Այդ ինչ է անում, առողջությունը քանդում է։ Այսինքն, ուրիշ բառերով ինքը տաճար է քանդում։ Տաճար է քանդում այն տաճարը, որ պատկանում է Աստծուն։ Հասկանում եք։ Ահա թե ինչ անում խմիչքը եւ ծխախոտը։ Ու գիտեք ամենահետաքրքիրը որն է, սիրելիներս, երբեք ոչ մի ծխող չի կարող ասի, որ ինքը երբ որ ծխում է կամ երբ որ խմում է ալկոհոլ, իր հոգուն դա դուր է գալի, հոգին զվարճանում է։ Դա մարմնական զվարճություն է։
Եվ այդ մարմնական զվարճությունը դա խաբուսիկ է եւ մարդուն գցում է կախվածության մեջ։ Այստեղից էլ ծնվում են գինեմոլները, ծնվում են թմրամոլները, մնացած մոլերը։ Կնամոլ եւ այլը։ Գինու մեջ անառակություն կա։ Հասկանում եք, ես չեմ ուզում շատ շեղվեմ թեմայից, սիրելիներս, ամեն ինչ որ խոսում եմ, Տիրոջ խոսքից եմ խոսում ու հաստատված Աստծո խոսքով։ Ու հիմա տեսեք, սիրելիներս, ինչու համար մենք վախենում ենք քարեղեն տաճարը քանդել, որ մարդն է կառուցել, բայց մենք չենք վախենում իրական տաճարը քանդել, որ Տեր Հիսուսն է կառուցել։ Հիշում եք պահը դրվագը Հիսուսը խաչի վրա, ինչ էին ասում ժողովուրդը։ Աստծո որդի ես, ասում էր տաճարը կքանդես, երրորդ օրը կկառուցես, վախի քեզ չես կարում փրկես։ Ինչ էր ասում Հիսուսը, տաճարը կքանդեմ, երրորդ օրը կկառուցեմ, Հովհաննեսի։ Երկրորդ գլխի, Հովհաննեսի երկրորդ գլուխն է, 19-րդ խոսքից։ Քանդեք այս տաճարը եւ 3 օրում ես կվերականգնեմ այն։ Հրեաներն ասացին, այս տաճարը 46 տարում է կառուցվել, իսկ դու 3 օրում այն կվերականգնես, բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ Իսկ երբ նա մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ սրա մասին էր խոսում եւ հավատացին Սուրբ Գրքին եւ Հիսուսի ասած խոսքին։ Սիրելիներս, Հիսուսը ասում էր, որ 3 օրում կառուցելու է նոր տաճար, 3 օր նա դժոխքում է լինելու եւ այդ նոր տաճարը ես ու դու ենք, որ ինքը կառուցեց։ Հասկանում եք, ու հետո 6-րդ խոսքում նայեք ինչ է ասում, 6-րդ գլխում 63 խոսքին, խոսքը հոգին է կյանք տվողը։ Մարմինը ոչ մի հոգու չի տալիս, այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք։ Հիմա տեսեք, սիրելիներս, այն տաճարը, որ Տերը կառուցեց ու իր հոգին դրեց այն վայրի մեջ, որտեղ կյանք լինի, ահա թե մարդը խի է հրաժարվում ծխախոտից, գինից եւ մնացած մանր մունր խաբուսիկ զվարճանքներից, որոնք քանդում են մարդու կյանքը։ Գիտեք, սիրելիներս, Սատանան ինքը ամբողջական ոնց որ իրավունք, իշխանություն չունի մարդու վրա, մարդու կյանքի վրա։ Թե չէ ինքը 1 օրում աշխարհը վարի կտար։ Աստծո ողորմությունը պահում է մեղավորին, անմեղին, ինքը ասում է իմ փառքը բացվում է, իմ լույսը բացվում է եւ մեղավորի եւ անմեղի վրա եւ անձրև եմ տալիս մեղավորին եւ անմեղին հավասար, նրա ողորմությունը բոլորի վրա հավասար է։ Եթե Աստված վարկյան թույլ տա իր ողորմությունը հետ քաշի, Սատանան կլափի, բոլորին կտանի դժոխք։ Մի վարկյանում չկասկածեք։ Ուղղակի Սատանան տեսեք, սիրելիներս ոնց անում։ Ինքը փոքր զվարճանքներ է բերում մարդու կյանք, փոքր խաբուսիկ զվարճություններ, որոնց միջոցով մարդուն գցում է կախվածության մեջ, կապվածության մեջ։ Իսկ կապվածությունն ու կախվածությունը, սիրելիներս, սրանք բանտարկություն են։ Սրանք ազատազրկում են մարդուն ազատ ապրելուց։ Այս կախվածությունները, սիրելիներս, մարդուն թույլ չեն տալի ազատ ապրի, մարդուն բռնում են։ Իսկ ամեն տեսակ բռնյությունը դա բանտարկություն է։ Ու սիրելիներս, մի հարց եմ ուզում ձեզ տամ։ Կարող է դուք եք լսել։ Եվրոպայում երկրներ կան, Շվեդիա, Նորվեգիա, Շվեյցարիա, որտեղի բանտերը ավելի լավ պայմաններում են։ Չէ՞, քան մնացած երկրները, ասիական կամ եւ այլն, չեմ ուզում երկրներ։ Հիմա տեսել եք ձեր կյանքի մեջ ինչ որ մարդիկ կամ մեկ անգամ քո մտքով անցել է, որ դու գնաս այդ երկիր, որպես նստես այդտեղի բանտը։ Գնամ Շվեյցարիա ապրեմ, որովհետև ընտեի բանտերը լավ պայմաններ են։ Կավլիցի, չէ՞, պետք է ով կարող է բանը։ Հիմա տեսեք, սիրելիներս, ինչ պայմաններ ուզում է լինի, միևնույն է բանտը մնում է բանտ, չէ՞։ Դրա համար մենք էդի հասկանալով երբեք չենք մտածի դրա մասին ու չենք ուզենա այդ քայլերն անենք,
Բայց տեսեք սիրելիներս, սատանայի ջանքերը, սատանայի կախվածություն ու կապվածությունը կապ չունի ինչ պայմաններ է։ Հասկանում ես, եթե թույնը ռոզովի գույնի է, այդ չի նշանակում, որ ինքը քեզ չի սպանելու։ Անուշ հոտ է գալի, դա չի նշանակում, որ դու չես թույնավորվելու։ Կամ էլ մի հատ գեղեցիկ անուն ա վրեն։ Հասկանում եք սիրելիներս, դրա համար սատանան ոնց էլ մատուցի այդ զվարճությունը, այն ժամանակավոր է, այնքան միջև որ հայտնվում ես բանտարկության մեջ, ազատազրկում հայերեն, հա, ազատազրկում, այսինքն ինչ, քո ազատությունը զրկված ես, դու քո ազատությունից, չափերդ կարճ են, քիչ են, ռուսերեն ոնց է այդի, задержание, հա, բան անում, արեստ, սահմանափակում, կապել, արեստ, կապված, заключение, նշանակված, հա, փակված, հա, նշանակված, որ դու փակ ես, դու քո ազատությունը շրջանակի մեջ է։ Այս է սատանայի ուզածը, որ մարդուն ազատությունից դնի փակ օղակի մեջ։ Այս է, իր ծրագիրը, նպատակը այս է։ Սիրելիներս, մի հատ հրաշալի պատմություն եմ ուզում պատմեմ ձեզ, կարող եմ մի քիչ սխալվեմ, որովհետև շատ երիտասարդ է, երբ որ այս պատմությունը լսեցի, փորձել եմ փնտրեմ ինչ-որ տեղեր նորից այդ պատմության մասին, բայց չեմ գտել, կներեք։ Բայց ինչքան որ հիշում եմ, դա շատ ուժեղ տպավորվել է իմ մեջ ու ինձ օգնել է, որպեսզի ես ճիշտ ընտրություն անեմ ապագայի ճանապարհների մեջ։ Ուրեմն պատմությունը մի լեհ կոշկակարի մասին է, լեհ կոշկակար, պալյակ, հա, պալյակ կոշկակարի մասին է։ Իր արհեստանոցը ուրեմն գտնվում է քաղաքի կենտրոնում մի սենց ասենք զվարճալի վայրի դիմաց, ասենց ռեստորանի ասենք, լավ, մի ճանաչված շատ թանկանոց ռեստորանի դիմաց է, եւ ամեն անգամ նա իր այդ արհեստանոցում նստած կոշիկ է վերանորոգում, դե կոշկակարը ինքը տենց ազատության մեջ մարդ է, բայց քիչ գումարով ապրող եւ այլն հաշված ազատություն, հա, ասենց ասենք որոշված եւ այլն պարկեշտ կարելի ասել։ Ու այս կոշկակարը ամեն երեկո տեսնում է, որ մի հարուստ պան է գալիս, միսը, շատ հարուստ հագնված, երկու գեղեցկադեմ մադամների հետ, ու գիտեք, այդ դիմացի այդ ռեստորանը, այդ զվարճավայրը որ կա, ինքը ունի նախասրահ։ Այդ նախասրահի պատոհանները թափանցիկ են։ Նա տեսնում է, որ երբ որ մտնում է նախասրահ, տեսնում է, որ նրան դիմավորում են սիրալիր, վերցնում են նրա վերարկուն, վերցնում են նրա ձեռնափայտը, շլյապան եւ այլը ու դիմավորում են որ առաջանա արդեն սրահը։ Բայց այնտեղ չի երևում ինչ է։ Այնտեղից գալիս է ծիծաղի ձայներ, այնտեղից գալիս է բարձր երաժշտության եւ այլը, աշխարհիկ զվարճության գայթակղություն, հա, սենց ասենք։ Ու այս նկարը ամեն անգամ կրկնվում է այս կոշկակարի կյանքում, ու գիտեք, մեկ օր ինքը իր մտքում ասում է, երանի ես էլ այսպես կյանք ունենայի, ոնց որ արդեն ես իմ արհեստից հոգնել եմ, ես էլ կուզեի պանի նման գնայի զվարճանայի, ու գիտեք, մեկ էլ մի հատ հաճախորդ է գալիս, պոզավոր է, բայց պոզերը չի երևում, պոչավոր է, պոչն էլ չի երևում, ու ասում է գիտես ինչ, եթե հոգիտ ինձ տաս, պանի նման կապրես, մենակ պետք է հոգիտ ինձ տաս, այդ զվարճություններից, որ պանը օգտվում է, դու էլ կօգտվես։ Այս կոշկակարը գիտես ինչ ա մտածում, ինչ կա դրա մեջ, որ գոնե գնամ զվարճությունը վայելեմ, գնամ տենամ ինչ է այնտեղ, այդ ինչ զվարճություն է, այդ ինչ ուրախ ծիծաղներ են, այդ ինչ երաժշտություն է եւ այլը եւ այլը։
Ու գալիս է այդ օրը պայմանագիրը կնքում են ստորագրում է, որ իր հոգին տալիս է ու ինքը գնում է զվարճանալու։ Գալիս է նախասրահը, կոշկակարը, դիմավորում են նրան սիրալիր, նախասրահում, ընդունում են, վերցնում են նրա վերարկուն, դուրը բացում են, դրան հետևում կոշկակարը հայտնվում է դժոխքում, միանգամից։ Այս կոշկակարն ասում է, լսի, բա ուր են իմ զվարճությունները, բա ես զվարճությունների համար, ասում է զվարճությունը միջև նախասրահը մտնելն է, այնտեղից հետո դու իմն ես, զվարճությունը միջև նախասրահը մտնելն է, այնտեղից հետո դու իմն ես, վերջ, սիրելիներս, այնտեղից հետո նա ինչ ուզի կանի, դրա համար այսօր երկրի վրա ես մարդկային զվարճությունները, որ կան սիրելիներս, նրանք ակնթարթային են, ու նրանք կարող են իրավունք տալ մեր թշնամուն, որ մեզ մտցնի նախասրահ, բայց Տիրոջ ողորմությունը մեծ է, Տիրոջ սերը մեծ է ու մեզ պահում է, եկեք ոչ մի կոնտրակտ չանենք սատանայի հետ, եկեք ոչ մի հնարավորություն չտանք սատանային քանդելու այն տաճարը, որ Տեր Հիսուսը երրորդ օրը կառուցեց, ամեն, որ ես ու դու ենք, այնտեղ, որտեղ Աստծո հոգին է բնակվում, սիրելի Աստծո ժողովուրդ, իմ հետ եք, աշխարհի զվարճանքները սիրելիներս խաբուսիկ են ու հաճելի են նրանք այնքան ժամանակ միջև որ սատանան անմիջական ու լիարժեք իրավունք ստանա քո կյանքի վրա ու քո մտքի վրա ու քո հոգու վրա դրա համար երբեք թույլ չտաս հիշում եք մեր Տեր Հիսուսին որ փորձությունների մատնվեց նկատել եք սիրելիներս ասում է հանեց Հիսուսին բարձր տեղ ու ցույց տվեց աշխարհի բոլոր իշխանությունը հանեց Հիսուսին երկրի վրա բարձր տեղ հաջորդը հանեց Հիսուսին երկրի տաճարի բարձր աշտարակի վրա ու ասեց քեզի գցի ու Տերը քեզ կպահի սիրելիներս սատանան իշխանել բարձր տեղ հանի քեզ գայթակղելու այդ բարձր տեղը երկրի վրա է այդ բարձր տեղը երկինք չի հասնում այն երկրի վրա է ու ժամանակավոր ուշադիր էլի ու զգուշ էլի քո կյանքի մեջ ինչքան էլ սատանան քեզ առաջարկություն անի մեր Տեր Հիսուսին առաջարկել է ինձ ու քեզ էլ անելու է բարձր տեղերը առաջարկելու հանես տաճարի աշտարակի վրա ու ասում ես տեղից քեզ գցի տաճարի եկեղեցու մեջ ես հաջողակ ես եւ այլը ինչ ուզում ես արա հպարտությունը թող կա կյանքիդ մեջ բայց չէ Հիսուսը ասեց չէ գիտես խի որովհետեւ երկրորդ օրինաց 8-3-ը գիտեր անգիր որ իր հայրերը մանանա են կերել ու այդ մանանա ուտելուց իր հայր Աստվածը նրանց ասել է որ մենակ մանանայով չի որ դուք պետք է կշտանաք այլ նաև քո հոր բերանից հելած խոսքով քո Աստծո խոսքով է որ դու պիտի կշտանաս քո Աստծո խոսքով է որ դու պիտի ապրես մենակ հացը ու ջուրը չի գիտես թշնամուն պետք է պատասխան տաս երկսայրես սրով դու այն ես թշնամի ունես որ իրա վրա պիտի գոռաս այն թշնամի ունես որ պետք է երկսայրես սուրը դեմ տաս իրան ուրիշ ձև ինքը չի հասկանում հալելույա ասենք առաջ միասին ենք հետաքրքիր է քեզ հավեսա չէ ես է շատ հայտնություններ ունեմ Հիսուսին կխնդրեմ
մի հատ օրինակ առաջին նկարը կդնես, խավարի մեջ լույս։ Սիրելիներս, խավարի մեջ լույս է վառվում։ Խավարի մեջ լույսը հետաքրքիր է։ Խավարի մեջ լույսը հետաքրքրություն է առաջացնում։ Գիտեք, թորնիկս երբ որ փոքր էր, իրան գիշերը գրկում է, ասում է լուսին ուր է, ինքը ման էր գալի ու լուսինը գտնում էր։ Բայց ցերեկը, ինչքան ասել եմ, սես նայելը, ինչ ասում պատմում, երևի տենց է մտածել։ Երբ որ ցերեկը հետաքրքիր չի, այն ինչ որ խավարում է լուսավորում։ Սիրելիներս, եթե մարդու կյանքը խավարը, իրան լույսը հետաքրքրում է։ Ու գիտեք, կա վախենալու լույսեր խավարի մեջ։ Խնդրեմ, որ հաջորդ նկարը դնես։ Լույս ես փնտրում, մեկ էլ հոպ։ Այս կենդանիները ապրում են 6-7 հազար մետր ջրի տակ։ Խավարի մեջ մանեկողը, խավարի մեջ մոլորվածը, խավարի մեջ մշտական ապրողը, իրան հետաքրքիր է լույսը։ Այն փոքր լույսը, որ չգիտի ինչա կանգնած հետևում։ Էսի սատանան է իր խաբուսիկ զվարճանքների խավարի մեջի սուտ լույսով սիրելիներս։ Աստված ասում է դուք աշխարհի լույսն եք։ Դուք լույս եք, ես լույս եմ, դուք լույսի զավակներ եք։ Այսինքն նշանակում է, որ լույսի զավակը լույսը չի կարող խավարի մեջ լինել, խավարի մեջ ապրել ու երբեք նա կերակուր չի դառնա սատանային։ Սա է նշանակում։ Գիտեք, մի անգամ խավարը գալիս է, լույսին դատի է տալիս։ Դատավորը լույսին կանչում է, ասում է քեզ դատի են տվել, պիտի գաս դատի։ Ասում է ով է տվել, ասում է խավարը, ասում է այդ ով է։ Լույսը չի ճանաչում խավարին։ Սիրելիս, ես ու դու խավարի գործերին պետք է անծանոթ լինենք։ Ես ու դու պետք է չճանաչենք։ Չիմանանք ինչա գրած սիգարետի տուփի վրա։ Սիրելիներս, ես չեմ դատապարտում նրանց, ովքեր որ ծխում են։ Բայց ես իրավունք չունեմ ասելու, որ գիտեք, փոքր զվարճանքները մարդկային կարող են այսպես լույսի պես մեզի կերակուր դարձնել։ Երբ որ Ռեբեկաս փոքր էր, 1.5-2 տարեկան, ձեռքս թողում բազում էր, եւ փողոց ենք դուրս գալի ման գալու, մեկ էլ միամիտ ձեռքս թողում ու փախնում էր։ Ասում Աստված ջան, ինչ անեմ, որ այս երեխաները sense բան չանի, էլի։ Մեկ էլ Աստված իմաստություն տվեց։ Կանք տուն, մի հատ բան դրեցի, այն ժամանակը տենց հաղորդում կար BBC կենթանիների աշխարհեր։ Ցույց տվեցի, որ ձակը մոր մոտից հեռանում է ու կերա դառնում։ Արծիվն է տանում կամ գայլն է տանում, ոչ եմ, կերա դառնում։ Ու իրան ասեցի, գիտես ինչ, դու հենց իմ կողքից ու մամայի կողքից գնացիր հեռու, մենք չենք կարա քեզ պաշտպանենք ու կեր ես դառնալու։ Ինքը էլ երբեք մեր ձեռքը չթողեց։ Հասկանում եք, այսի սիրելիներս պիտի մենք հասկանանք, որ մեր Տիրոջ ձեռքը, երբ որ մենք թողեցինք, հենց թշնամի ունենք, ասում մռնչուն առույցի պես մանա գալի, որ ինչ անի, որ հոշոտի։ Բայց գիտես այդ մռնչուն առույցը մուկ է դառնում, երբ որ դու գոռում ես իրա վրա ու երկսայրե սուրը դեմ ես տալի։ Հիսուսը կարար ասել, այն ինչ ես ասում է, երբ որ տաճարի աշտարակի վրա էր։ Ինչ ես ասում է։ Դու պետք կլինի այս աշտարակի այս քարերը որ կա, դրանց կասեմ հաց կդառնան։ Ինչի պետք է ներքևի քարին ասեմ։ Պետք կլինի ես այնց հայր ունեմ, ագրավներին ասում հաց են տանում իր զավակներին։ Հենց հիմա կասեմ հասկանում եք, չէ, ինքը երկսայրե սուրը տվեց։ Ինքը հասկանում եք, մեր թշնամին սատանան, ինքը մենակ հասկանում է այդ լեզուն, որը երկսայրե սուրը։
ինքը մարդկային ասենց թղթաբանություն, բան եւ այլ, ասենց բանականություն, չի հասկանում։ Հասկանում է Տեր Հիսուսի անուն եւ երկսայրե լեզու։ Всё։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հիմա տեսեք սիրելիներս։ Հիսուսը մտավ Աստծո տաճարը, Մատթեոս 21-րդ գլուխ։ Վաու։ Տաճար մտավ։ Հիսուսը մտավ իմ ու քո կյանք։ Ում կյանքա մտա Հիսուսը։ Հալելույա, ողջունում եմ քեզ։ Գիտես մտելա քո կյանք ինչ անի։ 21-րդ գլուխ 12-րդ խոսքից։ Եվ վռնդեց տաճարից բոլոր արք ու վաճառ կանողներին։ Աբերեց լումայա փոխների սեղանները եւ աղավնավաճառների աթոռները։ Եվ ասեց գրված է իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների որ չեք դարձրել։ Սիրելիս ինքը մտել է իմ ու քո կյանք, ասա իմ կյանքա մտել Հիսուսը, որ իմ կյանքից վռնդի ամեն ավազակությունները։ Հալելույա, կարաս բացականչես, բացականչիր Տիրոջը, հալելույա, շնորհակալություն, որ մտել ես իմ կյանք, որ իմ կյանքից, իմ տաճարից Տեր, վռնդես ամեն բան, ինչ որ քեզ դուր չի գալիս, եւ իմ տաճարը աղոթքի տուն դարձնես։ Հալելույա։ Հիմա իմացել ով ես դու աղոթքի տուն ես, սիրելիս, դու աղոթքի տուն ես, ու Տերը մտել է քո կյանք, ուղղակի չի մտել է այնտեղից վռնդելու ամեն զիրթուզիբիլը, որ դու իրական տաճար լինես ու աղոթքի տուն լինես։ Հալելույա, սրա մեջ զորություն կա, ու գիտեք սրանից հետո ինքը ինչ է անում։ 14-րդ խոսքում նրա մոտեցան կույրեր ու կաղեր։ Նա բժշկեց նրանց։ Շատ ժամանակ մենք բժշկություն ենք ուզում։ Տեր Հիսուսից բժշկություն ենք ուզում։ Իր տաճարի մեջ։ Բայց տաճարի մեջ արք ու վաճառք են անում։ Եվ այլն։ Դրամ են փոխանակում, դոլար առնեմ ծախեմ։ Հա? Այս գործը ոնց եղավ, այն գործը ոնց կլինի։ Եկել ենք Աստծո տուն, եկել ենք աղոթքի, ու մեր ուշք ու միտքը խորացում է մնացել։ Կամ էլ բանկի քարտի հետ մնաց պորտմանի մեջ։ Հասկանում եք սիրելիներս, Տերը մտնում է տաճար, որ վռնդի այնտեղից ամեն արք ու վաճառքը, ամեն զիրթուզիբիլը, որ իրան որպեսի տեսողություն տա։ Որպեսի երբ որ դու չէիր տեսնում, սկսես տենալ։ Երբ որ չէիր կարում քայլել, սկսես քայլել։ Հավատքով քայլել։ Ուղղակի սենց չէ, հավատքով, հաստատուն, սատանայի գլուխը ջարդելով, տրորելով, հալելույա, ցածկոտելով։ Ու գիտես ինչ, այս ամեն ինչը 15-րդ խոսքում, ինչ որ մեկի դուրը չի գալիս։ Ով այդ մեկը, սատանան ու իրա չուզողները, կրոնը, երեխաները փառավորում էին նրան, Օվսաննա գոռում, նրանց դուրը չեկավ, կրոնավորի դուրը չեկավ, որ Տեր Հիսուսը փառավորվում է։ Ու գիտես ինչ անում կրոնը սիրելիս, ինքը վազում ու կանգնում է մարդու ու Աստծո արանքը։ Էսի սենց չի, ենին նենց է, էսի սենց պտի չանես, ենին նենց պտի անես, էսի սենց պտի չուտես, ենին նենց պտի ուտես, էսի ստե կանգնի, էսի ստե մի կանգնի, էսի ստե պպզի, ստե ծնկի արի և այլն։ Սիրելիս, Աստված ասում է դու ոնց որ կաս, ինչով որ կաս, ինչով որ չկաս, քո ամբողջ զորությունով, հոգով, սրտով, մտքով իմն ես։ Պպզած, թե չոքած, թե պարկած, թե կանգնած, դու իմն ես։ Աստված ուզեցել է միշտ ուղիղ հարաբերություն, յուրաքանչյուր մարդու հետ, այստեղով որ նստած է, Աստված ուզել է միշտ ուղիղ հարաբերություն, բայց չգիտես խի, մարդը վազում կանգնում է, գիտես քույրիկ, Աստված քեզ սենց է ուզում անի, սենց է ուզում անի, սենց արա լավ կլինի,
Լսի, ինքը Աստծո զավակ։ Ինքը կենթանի Աստծո զավակ։ Լսում ես, ականջներ ունես, ինձ լսում ես։ Բա որ ինձ լսում ամենակարող Աստծուն չի կարա լսի։ Ինչ գործ ունեմ ես։ Ինչ գործ ունեմ ես կանգնեմ ու ասեմ, այս բանը դուրս չի գալի։ Ասենց մի երկի, ասենց մի փառաբանի, ասենց մի աղոթի, ասենց։ Ինչ գործ ունեմ ես նստեմ դատավորի աթոռի վրա։ Ինչ գործ ունեմ դատավորի մուրճը իմ ձեռքը վերցնեմ։ Գործեր շատ ունեմ ես։ Իմ գործերի հետևից պիտի գնամ։ Տիրոջ գործերի հետ գործ չունեմ ես։ Հալելույա։ Ու Տերը, երբ որ քո կյանքից վռնդում է զիրթ ու զիբիլը, սիրելիս, այնտեղ բերում է խաղություն, այնտեղ բերում է տեսողություն, այնտեղ բերում է բժշկություն, այնտեղ բերում է հաստատում քայլեր։ Հալելույա։ Ես ուրախ եմ դրա համար։ Ես երջանիկ եմ դրա համար, որ այտենց Աստված ունեմ իմ կյանքից մեջ։ Հալելույա։ Հալելույա։ Ու այդ իհարկե տաճարը քանդողի դուրը չի գա։ Ով որ տաճարը քանդում է նրա դուրը չի գա։ Հալելույա։ Սիրելիներս, ուզում եմ գնանք հայտնության գիրք։ Ու տենանք թե Հիսուսը այդ սարքած տաճարը ինչ արեց։ 7-րդ գլուխ։ Հալելույա, Տիրոջ զորություն կա այստեղ։ Տերը կպնելու է քեզ այսօր, սիրելիս։ Հալելույա, Տերը քեզ կպնելու է այսօր։ 7-րդ գլուխ 13 խոսքից։ Եվ երեցներից մեկն ինձ հարցրեց. սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքեր են եւ որտեղից են եկել։ 14 ես նրան ասեցի. Տեր դու գիտես, եւ նա ինձ ասեց. սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս եւ իրենց զգեստները լվացին ու գառան արյունով սպիտակացրին։ Դրա համար Աստծո գահի առաջին են եւ նրա տաճարում գիշեր ու զոր նրան են պաշտում եւ գահի վրա նստողը Հովանի պիտի լինի նրանց վրա։ Գիտես ում վրա։ Ովքեր որ նրա տաճարում գիշեր ու զոր պաշտամունք են անում։ Հալելույա։ Նրանց հանդերձները մաքրվում են, սպիտակում են, Հիսուսի գառան սուրբ արյունով։ Հովանի գիտես ինչ է։ Հովանի գիտես ինչ է։ Ինչ է Հովանի։ Չէ, սպոնսոր։ Սպոնսորը։ Հովանավորը, ապրես։ Հովանավորն է։ Վաու։ Գիտես ով է քո հովանավորը։ Ինչ որ մի հատ կազմակերպություն չի է։ Արա հաղթող Աստվածը։ Հաղթող Աստվածը քո հովանավորը։ Որովհետև դու գիշեր ու զոր պաշտամունքի մեջ ես։ Որովհետև այն տաճարը, որ Տերը կառուցեց, այն կենթանի աղոթքի վայրը։ Դրա համար, հալելույա։ Դրա համար 15-րդ խոսքը, դրա համար Աստծո գահի առաջին են, նրա տաճարում գիշեր ու զոր նրան են պաշտում եւ գահի վրա նստողը Հովանի պիտի լինի նրանց, այլևս ոչ քաղցելու են, ոչ ծարավելու եւ ոչ արևը նրանց վրա կընկնի, ոչ էլ տապը, որովհետեւ գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները եւ Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից։ Քեզ եմ ասում, ասա ինձ ասում, ինձ ասում, հիմա լսի, հայտնության 2-րդ գլուխ 7-րդ խոսքը, եթե դու ես խոսքը, եթե դու այսօր իմ ձայնը չես լսում, ուրեմն ես խոսքը չես լսում, 2-րդ գլուխ 7-րդ խոսք, ով ականջ ունի, թող լսի, ով ականջ ունի, դու լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին, հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծու դրախտում է։ Հալելույա։ Եթե դու ականջ ունես, ինձ լսում ես սիրելիս, դու ես հաղթող, ու դու պիտի ուտես այդ կենաց ծառից, որ դրախտում է,
Տիրոջ տաննա։ Հալելույա, 11-ը։ Նույն գլխի։ Ով ականջունի թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Հաղթողը երկրորդ մայից չպիտի վախենա։ Հալելույա։ Հալելույա։ Զորավոր է մեր Աստված։ Ամեն։ Օրհնված ես դու։ Ով ականջունի 17-րդ խոսքը։ Հաճելի է քեզ։ Գիտես խի, որովհետև ականջուն ես։ Հալելույա, ավելի հաճելի է գիտես խի, որովհետև դու կենաս ծառից կարող ես ուտել։ Գիտես խի ավելի հաճելի, որովհետև դու թոր տան մեջ ես։ Որովհետև դու տուն ես հոր համար։ Դու տունն ես հոր համար։ Վարքաբեկ ես իմ հայր Աստծո տաճարը այլևս։ Ես մի ընկեր ունեմ, չեմ ուզում ասեմ աշխարհիկ, որովհետև Աստվածավախ մարդ է։ Մեկ կատակ անում ինձ հետ, ասում է, ես շատ վատ մարդ եմ, շատ վատություններ եմ անում եւ այլը, վատ բառերով է իր մասին խոսում, իհարկե կատակ անում, ասում եմ, լսի, ընկերոջս մասին այլևս այտենց վատ չարտահայտվես։ Սենց նայեց երեսիս, ասեցի ես քեզ թույլ չեմ տալիս։ Իմ ընկերը արժանավոր Աստծո արարածը։ Դու իրավունք չունես նրան։ Ինքը իր մասին էր ասում։ Շատ ժամանակ գիտեք, մարդուն հաճելի է, երբ որ ընկերը իրան վարքաբեկում է։ Բայց Աստծուն էսի հաճելի չէ, դի մարդուն մարմնական զվարճանքներ։ Նախանց, մարմնական զվարճանք։ Նախանց։ Նախանձը մարդուն խորտակում է, ոչ թե բարձրացնում։ Ոչ մի լավ բանի չի մոտիվացնում նախանձը սիրելիս։ Այն մարդուն խորտակում է այնքան, մինչև որ մարդու ոսկորն է փդում։ Ամեն։ Հալելույա, գնում ենք առաջ։ 17 լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին, հաղթողին, թաքցված մանանայից կտամ ուտի, եւ կտամ նրան սպիտակ ընտրաքար եւ դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի բացի այն ստացողից։ Այսինքն Աստված քեզի կտային թաքնված համով բաները, որ պահել է, միջև այսօր դու չես տեսել։ Սիրելիս հաղթի ու դու այդ համով բաներից օգտվելու ես։ Ու գիտես ինչ, Աստված նոր ճանապարհներով է քո հետ սկսելու քայլել, որ մենակ դու ես իմանալու։ Մենակ դու ես ճանաչելու։ Աստված իր գաղտնիքները բացելու է քեզ, քո հետ նոր կոնտրայ անելու, նոր քայլեր է սկսելու։ Ամեն, ով է հավատում։ Ամեն, հալելույա, ես հավատացյալների զորավոր տան մեջ եմ։ Ամեն։ Սիրելի եկեղեցի, մարմնի եւ հոգու պայքարի մեջ լինելու արդյունք։ Ով հաղթի, նա էլ կրելու է։ Մարմինը երկինք չի պատկերացնում ինչա, որովհետև ինքը հողից է։ Բայց հոգին երկնքից է եկել ու հոգին երկինք է ձգտում։ Սիրելիս, ուժեղ եղի, հոգով եղեք, հոգով գնացեք, հոգով զորացեք, հոգու մասին մտածեք, հանդիպեք Աստծո հետ հանդիպումներ ունեցեք եւ ձեր հոգին կզորանա եւ այդ ժամանակ այդ մարմնի խաբուսի զվարճանքների հետևից չեք ընկնի։ Գիտես ինչ, միջև որ ավելի մեծ մարգարիտ չգտնես, հներից մանրներից չես հրաժարվի։ Դրա համար քեզ պետք է որ Աստծո մեծությունը, Աստծո զորությունը ու կարողությունը դու ճաշակես, դու տենաս, ինչ ավելի մեծ բան կարաս ունենաս, երբ որ չծխես, այդ ժամանակ չկհրաժարվես ծխելուց։ Քանի որ չես տենում ինչ ավելի լավ բան կարաս ձեռք բերես, երբ որ սուտ չխոսաս, երբ որ չանիծես, երբ որ չնախանձես, երբ որ չհայոյես, երբ որ չբամբասես, երբ որ չգինովնաս, դու չես հրաժարվի, որովհետև սատանան խավարի մեջ, փոքր լույսով
խափում է, որ կուտ տա։ Որովհետև սատանան այդ զվարճանքներով քեզ մենակ ուղեկցելու է միջև նախասրահ։ Դրանից հետո դժոխք կա։ Ոչ մի թմրամոլ սիրելիս չի կարա ասի, երբ որ ինքը կապվածության ու կախվածության մեջ է, ինքը երջանիկ է։ Առաջի անգամ ինքը այդ օգտագործելով իրան հաճելի է թվացել։ Հետո երբ որ հայտնվել է գերության մեջ, դա տհաճ է։ Դա դժոխային կյանք է։ Ով է ինձ հասկանում։ Սիրելիներս, հանդիպեք Աստծո հետ։ Շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Աղոթեք, 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 աղոթեք։ Ու դուք անպայման կունենաք հանդիպում ձեր Տեր Աստծո հետ։ Վերջի խոսքը կարդամ ու աղոթք անենք։ Բրավո, ես կարողացա փոքր ժամանակում ասեմ ինչ որ պետք էր։ Մարկոսի 14:38 խոսքը։ Մեր Տեր Հիսուսը, զորեղ արքան, մեր առաջնորդը, մեր Աստվածը, մեր փրկիչը, մեր իշխանն ու թագավորը, տեսեք ինչ ասում։ Արթուն կացեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Արթուն կացեք, աղոթքի մեջ եղեք։ Այսինքն, երբ որ աղոթքի մեջ լինեք, նաև արթուն կլինեք։ Գիտես ինչ, շատ հեշտ է ասել, չեմ կարողանում հրաժարվեմ։ Չեմ կարողանում զվարճանքներից հրաժարվեմ, շատ հեշտ է ասել։ Բայց երբ որ հոգին ուժեղ է, մարմինը կզած է։ Հալելույա։ Դրա համար ինչքան աղոթես, այնքան քո հոգին կզորացնես, այնքան հոգուց զորությունը կբարձրացնես ու մարմնիդ կկզզնես, կհոժարացնես, որովհետև մարմինը ասում է, ինչ ելնում է այսօր, եկուց մեռնել կա, մարմնի համար է այդ մեռնելը, հասկանում եք, մարմինը դժոխքում չի ճճտալու, սիրելիս, հոգին է դժոխքում ճճտալու, իսկ մարմինը դրա համար էլ իրան զվարճանքները, խափուսիկ հաճույքները ընդունելի են, իսկ հոգին արժանի է քո նմանի, որ դու հաղթող ես, որ կենաց ծառից ճաշակի, որ դու հաղթող ես հավիտենականության մանանան ուտի։ Ու այն նոր անունը, որ Տերը դնելու է քո վրա, դու դա իմանաս։ Ամեն։ Եկեք կանգնենք զորեղ Աստծո առաջ, սիրելի եկեղեցի։ Հալելույա։ Փառածարքա։ Փառածարքա։ Մենք քո եկեղեցին ենք, մենք քո ընտրյալներն ենք, Տեր։ Մենք քո ընտրյալներն ենք, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու մեզ ազատում ես։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու մեզ մաքրում ես ամեն տեսակ խափուսիկ բաներից, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու մեզ լույսի մեջ ես պահում, Տեր, որ մենք խավարի մեջ չենք, և խավարի մեջ չենք մոլորվի ու չենք խափվի։ Հալելույա, դու լույսի արքա, հալելույա, հալելույա, կխնդրեմ փառաբանության խումբը բարձրանա, այստեղ զորավոր օծություն եմ զգում, սիրելիներս, այսօր ազատագրություն է լինելու։ Հալելույա, խնդրում եմ լեզներով աղոթեք, լեվարավաշի, լերալալասի, երալալակի, չերալաբասի, սուրվոքի հոսիր այս վայրի մեջ, հալելույա, չերալալաբասի, ռալականդեյա, Chiralabasira la kandi, O la baraka chiralabase,
Օլա բարասերա լա կանդե ինչ որ երաժշտություն միացրեք ու լեզներով աղոթեք Գելաբասենդե սիրելի եկեղեցի միացեք լեզներով աղոթեք այստեղ զորավոր զորությունն է Սուրբ Աստծո Հալելույա Տեր քո ազատագրական հոգին են կանչում այս վայրի մեջ Տեր Հալելույա Հալելույա զորեղարքա Հալելույա Shirabase la la kande Oh la la kase la mashe la bashira la kande la basoro lo kondia Zolegarka Թողա քո ազատարար զորությունը այս վայրի մեջ Տեր Սուրբ Ոգի ես խնդրում եմ որ կպնես ամեն մեկին Տեր ամեն մեկին ով որ այստեղ է գտնվում ամեն անձի կպի Տեր խնդրում եմ զորեղ Սուրբ Ոգի ազատարար Աստծո Հոգի կպի ամեն անձի ով որ ամեն մեկ այստեղ հաղթող լինի Elabashe la kande Hallelujah Jesus Zolegarka paraste Hosir yerkankից Տեր Քո զորությունով Քո ազատարար զորությունով Տեր Քո փրկարար զորությունով Տեր ամեն մեկ այս վայրի մեջ Թող ճաշակի քո կենաց ծառը Տեր Թող ճաշակի քո պահված մանանան Տեր Զորեղարքա հանիր Տեր հանիր նոր անուններ Տեր Օ փառած Տեր Հալելույա Հալելույա Hallelujah, Shilabaseda la Candea, Kelababa Kandi, Oh, Kelaba Kandi, Kelabasandea, Barsa Sector, Oh, Surpasmat, Amenakaro Arcaneri Arca, Hans the woman kissed it, Hans the woman kissed it. Որ դու մաքրես մեզ, սրբես մեզ Տեր, գարանարյունով, ինչպես սուրբ անոթներ Տեր, քո տաճարի մեջ օգտագործելու համար Տեր։ Զորեղարքա, բարձրացնում եմ այս անձերը քո գահի առաջ, որ մաքրես սրբես գարանարյունով Տեր, որ ամեն մեկը լինի աղոթքի տուն Տեր։ Փառաստեր խոնարհվում են քո առաջ քո առաջ քո մեծության առաջ քո սրբության առաջ խոնարհվում ենք խոսիր ամեն մեկի հետ Տեր սիրելիներս զգում եմ որ Տերը հիմա խոսալու է քո հետ հալելույա Տիրոջ խաղաղություն Տիրոջ խոսքը հիմա Տերը խոսում է քո սրտի հետ Տերը խոսում է քո մտքի հետ Տերը խոսում է քո կյանքի մեջ հնազանդվիր Տիրոջ ձայնին հալելույա 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 խոնարհվում ենք քո ներկայությանը Տեր հալելույա Խոնարհվում ենք քո ներկայությանը Տեր Դու այստեղ ես Այս վայրում ես Տեր Դու քո ժողովրդի մեջ ես Տեր Քո ձայնը մենք լսում ենք Մեր արքա Մեր փառած Աստված Քո ձայնը մենք լսում ենք Տեր Հալելույա Տեր Հալելույա
Քո փառքը քո զավակներին դու զորեղ Աստված։ Հալելույա։ Շնորհակալ ենք մեր արքա։ Գոհանում ենք Տեր, որ դու կանչես տվել, որպեսզի մենք լսենք քեզ։ Գոհանում ենք, որ քո խոսքն ես կտրուկ տվել մեզ Տեր, որ այն երկսայրեսուրի նման ներթափանցում է մեր հոգիների մեջ Տեր, եւ կտրում է ամեն բան Տեր, ինչը որ քեզ հաճելի չի։ Տեր, մենք այսօր որպես քո ժողովուրդ, որպես քո ընտրյալ ժողովուրդ Տեր, որ քեզ այո ենք ասել եւ ընդունել քո փրկությունը զորեղ արքա, մենք ասում ենք Տեր շնորհակալություն, որ մեր հանդերձները քո սուրբ արյունով մաքրում ես եւ սպիտակացնում։ Փառք եւ գոհություն ամեն պատիվը քեզ Աստծո գար, Աստծո որդի Հիսուս Քրիստոս։ Հալելույա։ Տեր, մենք ամենքս բարձրացնելով մեր ձեռքերը, ասում ենք, որ մենք ընդունում ենք դա։ Ընդունում ենք քո տված սրբությունը, ընդունում ենք քո տված մաքրությունը, Տեր։ Եվ ասում ենք դրա համար գոհություն եւ շնորհակալություն քեզ։ Ընդունում ենք քո ազատագրությունը, ընդունում ենք քո ազատագրությունը, Տեր։ Ընդունում ենք քո ազատագրությունը ամեն կապանքների եւ ասում ենք շնորհակալություն։ Սուրբ Հոգի, զորացրու ամեն անոթի, որ այդ սրբությունն ու ազատագրությունը նրանք բոլորը պահեն Հիսուսի անունով։ Հալելույա։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Սիրելի եկեղեցի, Տիրոջ հոգին այստեղ է եւ Տիրոջ հոգին ազատեց քեզ խաբուսիկ բաներից, որոնք կարող են խոչընդոտ լինել, որոնք կարող են քեզ կել դարձնել։ Տերը մաքրեց քեզ, ազատեց քեզ, զորացրեց քեզ, զգոնացրեց, սթափացրեց քեզ եւ ասում է քեզ արթուն եղիր։ Իմացի, երբ որ դու աղոթում ես, դու արթուն ես։ Ես չեմ կարող քո համար արթուն լինել։ Դու արթուն ես ամենքդ քո համար։ Դուք արթուն եք ամենքը ձեր համար։ Ամենքդ աղոթքի մեջ եք եւ արթուն կլինեք։ Եվ սատանայի խաբուսիկ զվարճանքները ձեզ չեն խաբի, որպեսզի սատանան լափի ձեր գերազանց կատարյալ սուրբ կյանքը։ Ամեն։ Հալելույա։ Զորությունն է Տիրոջ քո մեջ։ Տիրոջ Աստծո զորությունն է քո մեջ։ Ամեն։ Դու Աստծո տաճար ես։ Դու Աստծո տաճար ես։ Դու տաճար ես, որ նախանձավոր Աստված է կառուցել։ Նախանձավոր, չմոռանաս այս բառերը։ Դու տաճար ես, դու չես պատկերացնում ինչքան կարևոր մարդ ես։ Ինչքան կարևոր գնահատված ես դու։ Վաու, ես քեզ խոնարհվում եմ ամենքիդ առաջ։ Սրտանց խոնարհվում եմ, սիրելիներս, դուք Աստծո տաճարներն եք, Տերը օրհնից ես, սիրում եմ ձեզ ու պաշտում եմ ձեր Տեր Աստծուն, հալելույա, դրա համար վերցրա այս օրհնության խոսքերը քո նոր շաբաթվա համար ու գնա շաբաթդ վայելելու օրհնությունների մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, Տերը օրհնի քեզ և պահի քեզ, Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա և ողորմի քեզ, Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա և խաղաղություն տա քեզ, Հիսուսի անունով, ամեն, եկեք միասին ասենք,
մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու աղոթությունը մեր ամենքի հետ լինի ամեն օր, ամեն։ Ամեն, Փառք Հիսուսին, հալելույա։ Չորեքշաբթի օրը ժամը 7-ին աղոթքի ծառայություն, համեցեք սիրելիներս։